Չէ, հերթ էր։ Հավատացեք ստեղ նույնն էր։ Պարոն Ղազինյան, ինչպիսի Հայաստանի կատարեցիք քվեարկությունը եւ եթե կարելի է խնդրեմ անդրադառնալ դատախազության միջնորդությանը կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեր նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Քվեարկել եմ հանուն ուժեղ Հայաստանի, արժանապատիվ Հայաստանի, քննարկել եմ Հայաստանի, որտեղ լինելու է երկարատև խաղաղություն եւ ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի լավագույն իր փոքրության մեջ աշխարհի լավագույն երկրներից մեկը։ Ինչ վերաբերում է դատախազության հաղորդագրությանը, չեմ պատկերացնում ուղղակի աբսուրդի աշճանը, գիտեք, այդ ոչ թե ինձ է վերաբերում, միշտ եմ դա ասել, այդ հաղորդագրությունները դատարանի վճռի նմանվող նորմալ չի։ Իրավական համակարգի կազմաքանդում է դա կոչվում, ընդհանրապես պետական համակարգի։ Եվ ամենակարևորը, որ տվյալներ են տալիս, որոնք որ բացարձակ չեն համապատասխանում իրականության։ Հիմա կարող մարդկանց թվա ասի, դու չեր ասելու արել եմ։ Բայց ինչ որ որոշ մարդկանց խոսակցության հիման վրա վերցնեն, ինչա թե այստեղ ես բնակվում եմ, այդ շտաբը գտնվում է իմ գրանցման վայրին մոտ, մի քիչ ծիծաղելի է, կլինի ԿՀՀ, կլինի համոզված եմ նաև կալանքի միջնորդություն կլինի, այնտեղ ամեն ինչ պարզ կլինի։ Պատրաստ եք։ Իհարկե։ Ձեր տունը ինչի հիման վրա են խոզարկում, 3-4 օրը ձեր տունն էին խոզարկում, չէ՞։ Դատարանի որոշման։ Իմիջիալոց այդտեղ եմ խախտում տեսնում, որովհետև իմ կարծիքով, չեմ ուզում կոպիտ լեքսիկոնով խոսեմ, բայց նախաքննական մարմինը իմ կարծիքով խաբել է դատարանին, որովհետև իմ ունեցած ինֆորմացիայով անգամ խոզարկության համար պետք է որ պետք լիներ նաև այդ ԿՀ-ի անձնամխելիության հաղթահարումը։ Այս գործի շրջանակում էր խոզարկությունը։ Առանց անձնամխելիության հաղթահարման ներխուժել էին ձեր տուն։ Դե ներխուժել, շնորհքով էին ներխուժել, ինչպես կասեր դասականը, բայց ամեն դեպքում։ Իսկ ինչ էին փնտրում, ինչ հայտնաբերեցին, ինչով հեռացան ձեր տնից։ Ոչ մի բան չեն տարել մեր տանից, փնտրում էին կրիչներ, ցուցակներ ինչ-որ ընտրակաշարքի վերաբերյալ եւ այլն։ Անկախ ձայնագրությունը, որ հրապարակված է, դուք ամբողջովին հերքում եք, թեկուզ մոնտաժված է, չգիտեմ, այսինքն այդ ձայնագրության հետ որևէ առնչություն դուք չունեք։ Գիտեք, մարդիկ շատ դեպքերում փորձում են կայանալ, չեմ ուզում գլուխ գովալ այսպես ստացի, բայց փորձում են կայանալ ինչ-որ անուններ տալով։ Նախ առաջին այդ կինը, որ խոսում է իմ ինֆորմացիայով, այդտեղի ամենայն հարգանքով եմ ասում, այդտեղի հավաքարանն է, Մաքրույնը։ Ամենայն հարգանքով այդտեղ բան չունի։ Ինչ առումով եմ ասում, որ եթե երևի 3-4 անգամ եմ եղել այդ շտաբում, չեմ կարծում, որ Մաքրույն պետք է, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք իրենք ճիշտ են, Մաքրույն դժվար չէ։ Մի քիչ բացատրեք, ինչ թեման է։ մասին է խոսքը։ Խոսքը գնում է, կարող նախ չնայած իրենք ասել են, դա այդ ձայնագրության մասին խոսեմ։ Ձայնագրության մասին խոսեմ, իբրև թե ես բերել եմ, տվել եմ 1.400.000 դրամ, ասել եմ դա կաշառքի փող է։ Լավա հետևից չեն ասում։ Այո, լավա չեն ասում, որ ասել եմ հանգարց ուրիշ բանի վրա չծախսեք, այս մաքուր կաշառքի փող է, մի քիչ աբսուրդ է։ Հետո գիտեք ինչ կա, Երևան քաղաքի պատասխանատուն եմ 470-ի կարգի տեղամաս կա Երևան քաղաքում, ամենտեղ եղել եմ վերջի ամիսների ընթացքում եւ անընդհատ։ Եվ երկրորդը, եթե գաղտնը լսել են, ես էլ այդտեղ եղել եմ, ապա ինչու չեն իմ խոսացածը հրապարակում։ Իմ խոսացածը որ հրապարակեն, ոչ միայն կփլվի իմ գործը, այլ նաեւ ընդհանրապես բոլոր իրենց ասած ընտրակաշառքների, ճակերտների մեջ գործը։ Ինչի համար, որովհետեւ ընտրակաշառքը դա բազմիցս ասել եմ, հիմա կրկնեմ, դա նյութապես շահագրգռել կամ խոստանալ պոտենցիալ ընտրողին ակնկալելով կամ պահանջելով նրա ձայնը։ Հիմա այդտեղ խոսում են, չգիտեմ, 100.000, 200.000, իմիջիալոց ձայնագրության մեջ էլ անգամ այնտեղ մարդիկ ասում են, չէ, աշխատավարձը ստացար, աշխատավարձը եւ այլ եւ այլ։ Ուզում ասեմ, ընտրակաշառք են համարել, այսինքն վերջին ընդհանրապես ընտրակաշառք որպես այդպեսին երբևէ այս ժամանակահատվածի ընթացքում կոնկրետ մեր ուժի հետ կապված չի հայտնաբերվել, այսինքն չի եղել մարդ, որ գա ասի ինձ տվեցին X գումար, ասեցին կգնաս ձայնդ կտաս։ Այ երբ որ հիմա հարցնեն ասեն
Իսկ ինչ է իրանում դու այդ շտաբում։ Մարդը, որ ասի տրեյնինգների եմ մասնակցել, ծրագրերն եմ այսպես ուսումնասիրել, գնացել եմ մարդկանց ներկայացրել եմ շտաբ, մարդիկ են մտնում, վերջնաշով կուսակցության շտաբա։ Մարդիկ են մտնում, բացատրում են ծրագրերը, իրենց ուզող հարցերին են պատասխանում, դա կստացվի աշխատանք, չէ՞։ Հենց որ դա ստացվում աշխատանք, արդեն ընտրակաշառքը չի ստացվում։ Դրա համար, այո, դրա համար քննիչը բնականաբար այդ հարցը ոչ կտա, ոչ իրեն դա հետաքրքիր է, եւ ամենակարևորը վերցնել, չեմ ուզում այսպես մի քիչ հումորով նայենք սրան, ստացվում է, որ մի ձայնի համար պետքա, չգիտեմ, ինչ որ 100,000 են ասում, 200,000 են ասում, մի խոսքով ծայրից ծայր աբսուրդ։ Պարոն Ղազարյան, բայց տեսեք համատարած մասսայական խուզարկություններ, ձերբակալություն վերջին օրերին, երբ որ ընտրություն են մոտենում։ Սա ինչի համար, այսինքն վերջին օրերին թողել են, որ ինչի համար, որովհետև եթե այդ ձայնագրություններ իրենք ունեին, վաղուց ունեին, այս վերջին օրերին ինչ են այդպես համատարած մասսայական խուզարկություններ։ Ես համոզված եմ, որ իշխանությունը սա սրտանց չի անում։ Յուրաքանչյուր իշխանության համար, անգամ բռնապետական ինքը շատ ճիշտ կհամարի, որ տենց անցնցում գնա դրան, բայց հաշվի առնելով իրենց զեկուցված թվերը, հաշվի առնելով մեր հանրապետության հրապարակի հանրահավաքը, որը միանշանակ իրենցից շատ էր, հաշվի առնելով բեմը որտեղ էր դրված, հաշվի առնելով այդ վարչական ռեսուրսը դուք էլ բացահայտել եք, շատ շնորհակալ ենք ձեզ դրա համար եւ եթե անգամ մենք իշխանության գանք Աստված մի արածի օգտագործենք, մերն էլ բացահայտեք, չնայած չի լինի այդպիսի բան, այդ չափիչ, այսպես ասած, գործողությունները կատարելուց դու հասկանում եմ, որ ուղղակի տարբերակ չունեն։ Այդ բaragայում ուժերը թույլատնելու համար են, իհարկե համակարգված աշխատանքի ունընտրության օրով երկու խնդիր են լուծում, առաջինը կազմաքանդ են, այսպես ասած, մեր նախընտրական շտաբերը, հիմնականում, եթե զգում եք, այսպես պատասխանատուներին են ձերբակալում եւ երկրորդը կողքիններն էլ վախեցնեն, որ ասեն, վայ ինչ վա, հենց հիմա տեսնում եք, մասնակցության աճը ամենտեղ ամենտեղ, այսօր միջև երեկոյան ընտրատեղամասերի ավարտը կարծում եմ նաև հետո լինելու է, ուղղակի ես դիմում եմ մեր հայրենակիցներին բացարձակ չվախենալ եւ ոչ իրենց հպարտությամբ, բայց ես հպարտ եմ, որ տեսնում եմ այս մասնակցությունը։ Ղազարյան, բայց այս ամենը հաշվի առնելով, հա, ուժեղ Հայաստանի հաղթանակի դեպքում պատկերացնում եք ինչ է սպասվելու, օրինակ ձեզ։ Աշխատանքի առումով։ Չէ, նկատի ունեմ հենց իշխանությունների կողմից, որոնք չանցնեն եւ հաղթի ուժեղ Հայաստանը։ Եվ ինչ պետք է անեն։ Չէ, գոնե մի անգամ իր խոսքը կպայի, թե չէ, այս 8 տարվա մեջ, մի անգամ։ Եթե չպայի, չէ, սենց ասեմ, շատ լավ հասկանում եմ, որ նախ չունենք այդպիսի գնդակահարության հոդված մեկ, երկրորդը ուժեղ Հայաստան իր առաջնորդով գնդակահարող չի, դաստիարակող է, ցիվիլ, սահմանադրական մեթոդներով, եւ երրորդը նաեւ շատ լավ հասկանում է, որ չի կարող ուղղակի, գիտեք, ես չեմ ուզում այլ ուժերի փնով եմ կամ ինչ-որ բան ասեմ, ամենայն հարգանքով, մեր հետ մի քիչ ուրիշ է։ Դուք վստահ եք, որ հաղթող ամեն դեպքում դուք եք լինելու։ Այո։ Միասնական ուժերը թե առանց։ Քանի ժողովրդի քվեն վերջնական այսպես պարզ չի դարձել, ես ունեմ համոզմունք, որ միայնակ ենք հաղթել։ Ինչու է Գյումրին այսպես շատ կենտրոնացված ուշադրության կենտրոնում։ Թիրախ ասելը մի քիչ մեղմ է։ Հատուկ ֆիքսվածություն կա Գյումրու վրա եւ լուսաբացին 32 հոգու։ Ես ասում եմ, սա 11-ի ժամը 11-ի դրությամբ, այս պահին չգիտեմ։ 32 հոգու ձերբակալելը եւ այսպես հենց Գյումրին թիրախավորել է։ Ի վերջո Գյումրին նաեւ գլխատված է, չունի քաղաքապետ։ Ինչով եք սա պայմանավորում, ինչու հենց Գյումրին։ Երկու հանգամանքով, առաջինը այսպես դաղված են Գյումրիից, հաշվի առնելով, որ մի անգամ մեր թասիբով գյումրեցիները ցույց տվեցին իրենց կամքը եւ միջև վերջ դեր կանգնեցին, համոզված եմ նաեւ ամբողջ Հայաստանն այս անգամ դա անելու եւ եկեղեցու վրա գրոհը, որը բնականաբար։ Հա, եւ երկրորդը էլի նույն սցենարն է աշխատում, այսինքն չափել են, իրեն զեկուցվել է, որ Գյումրիում խայտարակ պարտություն է սկրելու եւ անցել է, դուք մենակ ձերբակալություններն եք նայում, մենք բազմաթիվ, երևի չգիտեմ, արդեն հարյուրավոր անգամ հազարավոր բողոքներ ենք ստանում, տարբեր տեսակի կուտակումներից, իրենց մեքենաները տեղ կանգնացնելուց, այսպես հուշող։ Մեղրի քաղաքապետն այսօր առավոտից հսկում։ Ոչ միայն։ Սերգեյ Բագրատյան ԿՊ-ի ընտրատարածքից չի հեռանում ԿՊ թեկնածուի հետ։ Դե գիտեք ինչ, հիմա վերջին հաշվով անգամ դա չի օգնելու իհարկե, բայց իշխանական ռեսուրսը օգտագործել եւ
այդ ուղղորդողների բանակը, այսպես ասած, տարբեր տեղամասերի մոտ ես այսօր պատտվել եմ մի քանի տեղ, ինձ տեսնում են, ճիշտ ասած, տենց արագ ցրվում են, հասկանալով, որ ուժեղ Հայաստանը վտանգ է։ Իհարկե վտանգ է։ Ուժեղ Հայաստանը վտանգ է բոլոր ոչ հայերին, վտանգ է բոլոր ոչ հայրենասերներին, վտանգ է բոլոր ոչ օրենքով գործողներին, բայց ամեն դեպքում այս ամբողջ այսպիսի ռեսուրս, գիտեք, բոլոր ժամանակներում հնարավոր են ինչ-որ բաներ եղած լինեն, ապացուցված, չապացուցված, բայց սենց բան, անկեղծ ձեզ ասում եմ, ես չեմ պատկերացնում ռեպրեսիայի այս չափաբաժինը չի եղել, դուք էլ ինչքան ընտրություն լուսաբանած կլինեք, որ ասենք լավ ընտրություններից հետո եղել են ինչ-որ դեպքեր, մինչև 100 ձերբակալված, հետո բաց են թողել միշտ, բայց նախընտրական շրջան ու ոչ մեկ այդ հարցին չի պատասխանում։ Հենց հիմա այդ գործ հարուցողն ու քննիչներին այդքան չեմ մեղադրում, չնայած մեղադրում են, որ կատարում են, բայց որոշողները լավ մեկը դուրս գա ուղիղ եթեր այդ նախաքննական մարմնի ղեկավարներից, մեկը մի հատ ընտրակաշարքի հասկացությունը կարդա, ուղղակի չկա այդպիսի բան։ Ընդամենը եթե օրինակ տեսականորեն պատկերացնենք, իրենք ասեին, որ ուժեղ Հայաստանը ունի չգրանցված աշխատող, դա ոչ մի բան չէր տա, չէ, մարդիկ կասեն հա դե հիմա ինչ որ միտեղ որոշել են չգրանցել, այն էլ մենք չէ, ներքևի օղակներ, այսպես ասած թվերում, չնայած Կարապետյանը այդպիսի բան չունի։ Ձեզ համար որպես քաղաքացի 21-ի ընտրությունները եւ այսօր ինչ է փոխվել, ինչով է պայմանավորված ընտրողների այսպիսի ակտիվությունը։ Հիմա ես չեմ ուզում 21-ին անդրադառնամ հաշվի առնելով, որ քաղաքացի եւ ընտրող ենք հարցնում, որպես քաղաքացի ուղղակի չաշխատեց նախկին ներկան։ Սամվել Կարապետյանի պարագայում ինչքան իրանք փորձեցին, չէ, եռագլուխ սարքեն, չգիտեմ ինչեր անեն, ժողովրդի մոտ դա չաշխատեց, չկարողացան ուժի կոնտեքստում են ալտերնատիվ, այո, ալտերնատիվ ուժեղ հեղինակություն վայելող բարերարի, չէ՞, ժամանակին ասում են ինչի Սամվել Կարապետյանը ինչ արել։ Մենք այդ բուկլետները տպեցինք, իմիջիայլոց Կարապետյանը այսպես զորով է համաձայնվել այդ բուկլետների տարբերակին, իր խոսալը դրա մասին բացառեց, այսպես օրինակներով, բուկլետներով տպեցինք, դա լրացրեցին։ Դավիթ Տոնոյանն էլ զորով բերանից հանեց բանակի օգնության մասին։ Դե Դավիթ Տոնոյանը հանեց ընդամենը մի քանի տոկոսը, մենք շատ լավ գիտենք ինչա կատարվում։ Այո, պետական գաղտնիք է։ Հիմա սրանք ստիպում են, ասում են ինչ է արել, ինչ է արել, հանկարծ Սամվել Կարապետյանն ասի ինչ է արել, ասեն պետական գաղտնիք է հրապարակում, բայց համոզված եղեք։ Ես էլ ինձ էլ ճիշտ ասած այդպես մանրամասնորեն չի ասել ինչա, բայց մոտավորապես կռահում եմ, եթե Բաքուն որոշել է այդպիսի մարդու, որի հետ պետք է որ լավ լինել, ինքը փորձեր լավ լինել, իհարկե, հետախուզում հայտարարել, վերջին հաշվով մեր ժողովուրդը շատ խելոք ժողովուրդ է, շատ էլ որոշ ժամանակ մոլորված է եղել, այսպես ասած կամ խափված։ Գլխի համար էլ միլիոններ էին տալիս, բայց նենց ստորացրեցին, մարդկանց ընկալումների մեջ ձևավորել էին Տուշոնկա գողացող։ Ես ունեցել եմ շատ լավ հարաբերություններ Մանվել Գրիգորյանի հետ, բոլորը լավ գիտեն Տուշոնկա շոուն ինչ է եղել եւ ոնց է կազմակերպել, այսինքն հերոսները պետքա գնան մահանան եւ հետո նոր իր բոլոր թերություններով հանդերձ, բայց ամեն դեպքում արել է, չէ՞։ Պարոն Ղազանյան, դուք նշեցիք, որ համատարած ռեպրեսիաներ են եւ այսպեսի բան աննախադեպ է, չի եղել։ Ամեն դեպքում, եթե իշխանությունը այո գնա ամեն քայլի պահելու իր իշխանությունը, դուք պատրաստ եք դուրս գալ եւ պաշտպանել փողոց, պաշտպանել ձեր ձայները քաղաքացու քվեին։ Եկեք կհաջողվի Փաշինյանին լրացնել, հա, ընդդիմախոսներին։ Եկեք օրինակներով խոսենք։ Սամվել Կարապետյանը որ պահին ուզեր, չէ, ինքն էլ է ասել, որ պահին ուզեր դուրս էր գալու հեծը ներողություններով, ես անգամ առանց իմանալու կոնկրետ դա ենթադրել եմ։ Նարեկ Կարապետյանը անընդհատ հեսա բռնելու ենք այս քրեական գործը, մյուսը մի սանտիմետր հետքայլ չկա։ Մեր ընդհանրապես ուժի բոլոր իմ օրինակը բերեմ։ Հիմա 3 հայտարարել են, թվում է թե ես պետք է, չգիտեմ, հագնվեմ, միջև տեսնեմ կրում ենք կամ ինչ ենք, իհարկե հաղթում ենք, բայց ամեն դեպքում չկա այդպիսի բան, իրենք էլ են շատ լավ հասկանում, որ մեզնից ոչ ոք Կարապետյանի գլխավորությամբ կես քայլ հետ չեն դնելու։ Իսկ դա իրենց համար շատ մեծ խնդրեմ է, հավատացած եղեք։ Մենք ամեն մի քվեն ատամներով պահելու ենք, մենք գործելու ենք սահմանադրության շրջանակներում, իրենք ինչ կանեն համոզված չեմ։ Ես անգամ ունեմ կասկածներ, որ միջև ընտրություններ եւ առավել եւս ընտրություններից հետո փորձելու են ինչ-որ պարտվելու դեպքում բախումներ մյուս, բայց մենք չենք անի դա, բայց պատրաստ ենք ամեն ինչ։ Փաշինյանի սիրտը մարտի 1 է ուզում։ Դե հաշվի առնելով, որ այդ խոսույթը, այդ պրովոկացիաները, այդ ամեն ինչը չեմ կարող ասել մարտի 1, չմեղադրեն ասեն զոհերի հետ կապված, բայց այդպիսի մի բան համոզված եմ ուզում եմ։
Իզուք ի վիճակի եք լինելու այդ քաոսը Միանշանակ այստեղ կապ չունի։ Հիմա տեսեք, այսպես Ժայները ձեր կարծիքով քվեարկության արդյունքները ելնելով արագ միանշանակ այսպես ռեպետիցիան, ասես ռուսերեն ասած, հիմա արդեն արվել է այն առումով, որ այս ռեպրեսիաների պարագայում մեր թիմը կանգուն է, չէ՞։ Բնականաբար նաև հետընտրական, եթե Աստված չանի իհարկե, ճիշտ էլ չի, թող պարտվողը, այսպես իր խոստումը պայի, թողնի գնա։ Բայց եթե որոշի իշխանությունը գնալ ինչ-որ քայլերի, ես համոզված եմ ասում, մեր կուսակցության, մեր ուժի, մեր ղեկավարի անունից մենք պատրաստ ենք բոլոր մարտահրավերին, ցանկացած, բառից բուն իմաստով։